ուրեմն չափազանց արագ է կատարվում հավաքումը։ Հակակարգտային այս կայանների հիմնական նշանակությունը կարգտաբեր ամպերի ցրումն է։ Կայանների տեխնոլոգիական որակի բարելավմանը զուգահեռ օպտիմալացվել է նաև նրանց կառավարումը։ 80 նոր կայաներից 50-ը տեղափոխվելու են Արմավիրի մարզ, մնացած 30-ը բաշխվելու է Կարկուտից առավելապես տուժող այլ գյուղերի միջև։ Մշակել ենք նոր գազաբաշխիչ համակարգ, օգտագործելով նորագույն տեխնոլոգիան, մետալապլաստի խողովակներ, հանգույցներ։ Քիչ նյութատար եւ քիչ աշխատատար։ Հայ մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաներն արդյունավետ են կիրառում։ Յուրաքանչյուր կայան իզորու է 100 հեկտար հողատարածք պաշտպանել։ Ընդամենը SMS-ի միջոցով կարողանում ենք կայանը կառավարել։ Եթե նախկինում երկաթբետոնե հարթակի վրա կայանը տվյալ վայրում էր հավաքվում, ապա այսօր արդեն դա գործարանում է արվում եւ կայանը անհրաժեշտ տեղանքում է հայտնվում ամբողջությամբ պատրաստի վիճակում։ Այս սարքերով ի զարմանս մեծ շատ հետաքրքրված են Իրանի ֆերմերները եւ այնտեղ արդեն արտահանել ենք մենք Ուրմիայի նահանգ։ 8 կմ/ժ արագությամբ շարժվող այս սարքն էլ ցրտահարության դեմ է պայքարում։ Մեկ գիշերում մինչև 10 հեկտար հողատարածք է տաքացնում։ Սովորական վարորդը տրակտորի կարող է իրեն գործի գցել աշխատանքի եւ պատտվել ամբողջ այգով։ Մթնոլորտի բարելավման հետ մեկտեղ ինովացիոն կենտրոնի ամենամեծ նպատակը Կարկուտի բացառումն է։ Կարինե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, ժամը լրատվական։